ԱՊՀ երկրների ինչ որ խաղերը ինչ էր որ Գանջայում Կիրովաբադում արեցին, շատերը մոռացան, ինքը ինչ հուշարձան բացեց այնտեղ եւ որն էր կարգախոսը, չենք մոռացել, չենք ներելու եւ ինքը մի աղջկա ձեռք 7-8 տարեկան բռնած գնում էր ու ասում էր այս երեխայի ծնողները հայկական, հայաստանյան հրթիռներից են զոհվել, այսինքն եւ ժողովրդի մեջ հերթական հակահայկական տրամադրություններն էր առաջացնում, արդյոք խաղաղություն ու զոհը Այս փաստաթուղթ է ստորագրել, պարոն Պապյան, ոնց կարող է հարձակվի եւ հետո եթե պետք է օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը, խաղաղության փաստաթուղթ։ Չէ, դա խաղաղության փաստաթուղթ չի։ Դա հռչակագիր է ընդամենը հռչակագիր է, խաղաղության փաստաթուղթը ձև չի։ Խաղաղության փաստաթուղթը նման խաղաղության պայմանագիր, միջպետական փաստաթուղթ, որը նախաստորագրվում է, հետո ստորագրվում է, հետո Սահմանադրական դատարանները տալիս են իրենց եզրակացությունը, արդյոք հակասում է թե չի ասում սահմանադրությանը, հետո հավանության արժանանում խորհրդարանների կողմից, հետո վավերացնում են նախագահները։ Այդ ամբողջը փաստաթուղթը կմտնի ուժի մեջ։ Բայց իսկ քիչ երկրներ կան, որ կնքած խաղաղության պայմանագիր ունեն եւ պատերազմը բռնկվել։ Սիրիայի վրա որ Թուրքիան հարձակվեց չուներ խաղաղության պայմանագիր ուներ։ Եվ ճանապարհ էր ուզած է, մարդը ստացավ, թրիպը կա, հələ չգիտենք։ Բայց ինքը ուրիշ բաներ է ուզում։ Պատերազմով պիտի այդ ամենը ստանա։ Չէ, ինքը նա վախեցնում է ժողովրդին, ասում է պատերազմի ինչ որ կարողանա խաղաղությամբ ստանալ, կստանա։ Բայց ինքը իր ուզածը մենք չենք կարող տալ։ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարող տալ։ Մարդը 150 միլիարդ դոլար փող է ուզում, հատուցում։ Հայաստանի վիճակի 150 միլիարդ փող տալու։ Ինքը ասում է, ասում եմ նա պաշտոնական ելույթներից եմ ասում, որովհետեւ մեկը չմե, որտեղ ասում են, չգիտեմ, վերլուծաբանները բաներ են հորնում, չէ, մի հատ լսեք իր ելույթը Խանքենդիում։ Մարդը հստակ դրած է ծրագրերը։ 100,000-ավոր վերադարձի մասին է խոսում ադրբեջանցիների արևմտյան Սա Ալիևի բերանով հնչածներն եմ ասում։ Իսկ եթե սրան գումարենք նաև իրենց падգամավորները, իրենց նախարարները, իրենց ժողովուրդը, այդ ամբողջը կա, մարդը չի թաքցնում այդ ամբողջը։ Իսկ կրկնում եմ, մայիսի 8-ի ստորագրած փաստաթուղթը դա քաղաքական հռչակագիր է, օգոստոսի 8-ի քաղաքական բաժակաճառ, որ լավ կլինի այսպես լինի, ձեր ցավը տանեմ։ Հիշենք ինչ էր ասում, պետք եղավ զանգեք WhatsApp-ին։ Ով պետք է զանգեր, մեկ պետք է Ադրբեջանի ղեկավարը, մեկ էլ ինչպես Թրամփ ասեց, մեկ էլ են մի տղեն։